Բարև։ Ձեր հարսանիքի դեսերտը կարող է ոչ միայն համեղ լինել, այլև շարժվել, լուսարձակել ու անգամ շփվել հյուրերի հետ։ Շվեյցարիայում անցկացվել է անսովոր քաղցրավենիքային գիտափորձ։ Լոզաննայի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ու իտալական տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները ներկայացրել են աշխարհի առաջին ռոբոտացված հարսանեկան տորտը կամ ռոբոքեյքը։ Կրեմային այս գլուխգործոցի ներսում տեխնոլոգիաներ են, որոնք արժանի են ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի։ Տորտի վրա սննդային ժելատինից, սիրոպից ու ներկանյութից պատրաստված երկու արջուկ է։ Այս քաղցր արարածները շարժման մեջ են դրվում օդամղիչ համակարգի միջոցով։ Անոթային ցանցով անցնող սեղմված օդը ստիպում է արջուկներին շարժել թաթերն ու գլուխը։ Նրանք ունեն նռան հագեցած համ, փափուկ մարմելադի տեքստուրայով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները ստեղծել են նաև վերալիցքավորվող մարտկոց, որը նույնպես կարելի է ուտել։ Այո, մարտկոց, որը կարելի է ուտել։ Այն բաղկացած է վիտամին B2-ից, քվերցետինից, ակտիվացված ածուխից եւ մուգ շոկոլադից։ Մարտկոցը կարող է վառել տորթը, զարդարող լուսադիոդային լամպերը, իսկ օգտագործելուց հետո վերածվում է անսպասելի թթու շոկոլադային համով քաղցրավենիքի։ RoboCake նախագիծը դարձել է եվրոպական RoboFood մասշտաբային նախաձեռնության մի մասը։ Այս 4-ամյա հետազոտական ծրագրի համար Եվրամիությունը հատկացրել է 3.5 միլիոն եվրո։ Նպատակը ռոբոտատեխնիկայի ու սննդային տեխնոլոգիաների փոխազդեցության ուսումնասիրությունն է, պատրաստման ավտոմատизмից մինչև ինտելեկտուալ սարքերի ստեղծում, որոնք կարելի է ուտել։ Ապագայում նման մշակումները կարող են փոխել ամեն ինչ՝ ռեստորանային ծառայություններից մինչև հատուկ նշանակության սննդամթերք, օրինակ բժշկության կամ տիեզերագնացության համար։ Սակայն առայժմ RoboCake-ը առաջին հերթին արվեստ է, արվեստ, որը հնարավոր է ուտել։ Անտառի խորքերում եռում է անտեսանելի կյանքը ոչ միայն ֆոտոսինթեզի ու աճի, այլև հաղորդակցության համակարգման, փորձի փոխանակման տեսքով։ Ավստրալիացի եւ իտալացի գիտնականների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, ծառերը ոչ միայն աճում են կողք կողքի, այլև փոխազդում են միասնական կենսաէլեկտրական ցանցում, որը կարող է կանխատեսել բնական երևույթներն ու սինխրոնացնել ամբողջ անտառի ռեակցիան։ Զարմանալի գիտափորձն անցկացվել է Դոլոմիտային Ալպերում գտնվող Կոստա Բոգի անտառում։ Հենց այստեղ են հետազոտողները առաջին անգամ ֆիքսել կենսաէլեկտրական ազդանշաններ, որոնք եղևնիները սկսել են միմյանց փոխանցել արեգակի խավարումից մի քանի ժամ առաջ։ Այդ ազդանշանները քաոտիկ չեն, սկզբում ակտիվանում են հին ծառերը, կարծես իմանում են սպասվող իրադարձության մասին ու զգուշացնում իրենց կրտսեր հարևաններին։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է կուտակված էկոլոգիական փորձի դրսևորում լինել, քանի որ խավարումը զգալիորեն խախտում է բույսերի ներքին աշխատանքը, ցերեկը կտրուկ փոխելով գիշերվա։ Ազդանշանների գրանցման համար օգտագործվել է բարձր զգայունության ընկալող հաղորդող սարքերի ցանց, որոնք կարող են որսալ ծառերի հյուսվածքով անցնող ամենաթույլ իմպուլսները։ Խավարման մոտենալու հետ մեկտեղ ծառերի ամբողջ համակարգը աստիճանաբար անցել է միասնական ռիթմի, ինչը գիտնականները բնորոշել են որպես անտառային ինտերնետի աշխատանք։ Հենց արևի լույսը կտրուկ անհետացել է, ծառերն արդեն պատրաստ են եղել։ Նրանց ֆիզիոլոգիան անցել է հատուկ ռեժիմի, նվազագույնի հասցնելով ջրի ու սննդարար նյութերի տեղափոխման խաթարումները։ Հետաքրքիր է, որ ազդանշանների սինխրոնության վերլուծության համար գիտնականները կիրառել են դաշտի քվանտային տեսության մեթոդները, մոտեցումներ, որոնք ավելի հաճախ հանդիպում են տեսական ֆիզիկայում։ Հետազոտության հեղինակներից մեկը անտառը համեմատել է նվագախմբի հետ, որում յուրաքանչյուր ծառ նվագում է իր մեղեդին, սակայն բոլորը միասին ստեղծում են արտաքին վտանգին ուղղված ներդաշնակ արձագանք։ Այս հայտնագործությունը ել ավելի է նեղացնում բուսական ու կենդանական աշխարհի միջև սահմանները։ Վարքագծի բարդ ձևերը, ինչպիսիք են որոշումների կոլեկտիվ կայացումն ու ադապտացումը, հնարավոր են նաև բույսերի մոտ։ Այստեղ հատկապես կարևոր է հին ծառերի դերը, որոնք հանդես են գալիս որպես հիշողության պահապաններ ու ազդանշաններ, հաղորդողներ։ Առանց նրանց անտառը բառացի կորցնում է կոլեկտիվ արձագանքման կարողությունները։ Այս ամիս էկրաններ կբարձրանա «Անտառի կոդը» վավերագրական ֆիլմը, որում ներկայացված կլինեն հետազոտության արդյունքները։ Eat from Beat այս 3 բառից է սկսվում 20-րդ դարի ֆիզիկայի թերևս ամենախիզախ մտքերից մեկը, ու դրա հեղինակն է այս շաբաթվա գիտնականը Ջոն Արչիբալդ Ուիլերը։ Ինչպես իր ժամանակի մեծերին, Ուիլերին եւս զարմացնում ու հիացնում էր քվանտային մեխանիկան, դասական դպրոցը գլխիվայր շրջելու իր հատկությամբ, անորոշություններով, լրացուցչության սկզբունքով եւ այլն։ Ու եթե բորը պահանջում էր չխորանալ, այլ հաշվել, իսկ Էյնշտեյնը փնտրում էր թաքնված պարամետրեր, ինքը Ուիլերը հենվեց ավելի պարզ, բայց կոնցեպտուալ առումով ավելի հեռու գնացող Eat from Beat գաղափարի վրա, որի էությունը մոտավորապես հետևյալն է։ Օբյեկտիվ իրականությունն այն պատասխաններն են, որոնք մենք ստանում ենք մեր հարցերի դիմաց։ Կարճ ասած, այն ինֆորմացիան, որը մենք կարող ենք քաղել բնությունից։ Դեռ Նիլս Բորն էր ասում. ֆիզիկայի խնդիրն այն չէ, որ իմանաս, թե ինչպիսին է բնությունը,
Ֆիզիկան առնչվում է միայն նրան, թե մենք ինչ կարող ենք ասել բնության մասին։ Ուիլերը բացարձակ է դարձնում երկրորդ նախադասությունը, ասելով բնությունն այն է, ինչ մենք կարող ենք ասել իր մասին։ Իրականում սա շատ խորը միտք է։ Քվանտային մեխանիկան ոչնչացրեց դասական ֆիզիկայի կենտրոնական հատկություններից մեկը, այն, որ օբյեկտները ունեն կոնկրետ հատկություններ, անկախ նրանից մենք դրանք դիտարկում ենք, թե ոչ։ Քվանտային մեխանիկան փաստեց, որ մինչև դիտարկում օբյեկտները նկարագրող մեծությունները որևիցե կոնկրետ արժեք չունեն, ու միայն դիտարկումն է դրանց արժեք տալիս, պրոյեկտում իրականության մեջ։ Ուիլերն ուղղակի այս ֆորմալ մտքին բառացի հատկություն տվեց։ Ինչ է ասում Ուիլերը։ Նա ասում է, որ ամբողջ իրականությունը կոդավորված է հարաբերությունների մեջ։ Սարքը, այսինքն դիտորդը, հարց է տալիս քվանտային օբյեկտին, ֆոտոնին, որևիցե մեծության մասին ու ստանում է այո, 1 կամ ոչ 0 պատասխան արժեքի մասին։ Այստեղից էլ բիտը, մինչև հարցը տալը ու պատասխան ստանալը տվյալ մեծությունը արժեք չունի, անիմաստ է խոսել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրականության մասին։ Ինչ է փոխում ժամանակակից պատկերացումը։ Նախ հարցն ու պատասխանը տեղի են ունենում անընդհատ ու անդադար տիեզերքի բոլոր ենթահամակարգերի միջև։ Այս իմաստով ամեն ինչ տիեզերքում անդադար ճշտում է մնացած ամեն ինչի գոյությունը։ Երկրորդ, մասնագետների մեծ մասը, ի տարբերություն Ուիլերի, սակրալ իմաստ չի տեսնում հարց տվողի բանական լինելու անհրաժեշտության մեջ։ Արեգակից եկող ու երկրին հարվածող ֆոտոններն անընդհատ հարց ու պատասխանի մեջ են երկրի հետ ու մասնակցում են մոլորակի գոյության ակտուալիզացմանը, անկախ նրանից մենք կանք թե ոչ։ Ուիլերի այս մոտեցումը հաճախ անվանում են ինֆորմացիոն ֆիզիկա ու պնդում, որ ըստ Ուիլերի տիեզերքը իր էությամբ ինֆորմացիոն է։ Սակայն անհրաժեշտ է ճիշտ հասկանալ հանճարեղ գիտնականի ասելիքը թյուրիմացություններից խուսափելու համար։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։